Լավ, անցնենք կյանքի իմաստին, որտեղ սա շատ ծանր բան է, գլոբալ խնդիր է, համատիեզերական խնդիր է, համատիեզերական։ Հա, ասել եմ, որ կյանքի իմաստ չունի, կարող եմ քիչ ջղայնացած եմ եղել այն ժամանակ, բայց ճիշտ է դա։ Հիմա կբացատրեմ ինչի։ Շենց էլ եմ ասել, որ մարդու կյանքը, մեկ մարդու կյանքը, այս ամբողջ տիեզերքի մասշտաբում ոչ մի բան է։ Համատիեզերական գործընթացներ կան։ Աստղ առաջանում միտեղ, մոլորակ առաջանում, մարդ առաջանում վրան։ Մեր մոտ էլ եղել, մեզ մոլորակի վրա էլ եղել։ Մի ինչ որ ժամանակ, մի 4.5 ինչքան միլիարդ տարի առաջ, 3-8 թե 4-ը չգիտեմ, կարևոր չի։ Մոլորակն առաջացել, հետո սառել է, հետո վրան բակտերիա, հետո բույս, բան, հետո ճիճու բան, մարդ, կենթանի բան։ Հիմա այս ամեն ինչի իմաստը ո՞րն է։ Այտենց իմաստ չկա, որովհետև մեր մոլորակի նման այդ միլիարդավոր կան ամբողջ տիեզերքը լիքն է, էլի։ Հաճիշտ է ծրված են, պետք է ես ճռռաս մռռաս որ գնաս հասնես գտնես, բայց դա կարևոր չի, այսինքն միակը չենք։ Եթե մենք միակը լինեինք ամբողջ տիեզերքում, հագուցե ինչ որ նշանակություն ունենար մեր մոլորակը, մեր կյանքը եւ այլն։ Բայց քանի որ սենց շատ կա, ավելի ինտելեկտով բարձր էակներ կան, միլիոնավոր մոլորակների վրա բան, հասկանալի է։ Էսի այդքան բան չի, այտենց եսի մի նշանակություն չունի։ Եթե մենք լինեինք տիեզերքի ամենաբարձրակարգ էակները, բարձր ինտելեկտով, կենթանական բաներ չունենայինք, գուցե ինչ-որ նշանակություն ունենայինք։ Բայց քանի որ կենթանական մակարդակին շատ կիսով չափ կենթանի են, կիսով չափ են մարդ, այդքան կարևորություն չունենք տիեզերքի համար։ Ոչ թե տիեզերքի համար, տիեզերք չկա։ Տիեզերքի այդ մեծ գործընթացներում դից ուշագրավ եսի ինչ չենք։ Հասկանալի է։ Այդ իմաստով հա մի քիչ էլ չափազանցեմ, ասեմ որ մարդու կյանքը իմաստ չունի, բայց մի քիչ ունի։ Որովհետև այդ համատիեզերական գործընթացների թեկուզ եթե 0.0000 ինչ որ 1%-ն ենք, այդքանով նշանակություն ունի։ Այդ նշանակություն ունի, ուրեմն իմաստն է։ Իմաստը հիմնականում գալիս է նշանակությունից, կարևորությունից։ Հասկանալի է։ Պետք չի մտածել, թե մենք ենք միակը, ուրիշ ոչ ոք չկա տիեզերքում, եթե կարել ես ինչ են, լճիճու են, բան, մենք ենք կարևորը, չէ, մենք չենք, լիքը կան, չեն կարա չլնեն, որտեղ տիեզերքը միշտ է եղել, որտեղ տիեզերքը միշտ է եղել, ինձ որ չի կարող պատահի, որ մենք առաջինն ենք ու միակը, հասկանալի է։ Ընդհանրապես այս հարցը որ տալիս են, որն է մարդու կյանքի իմաստը, նախ կարելի է հարցնել, թե որ մարդու։ Միլիոն տեսակի մարդ կա։ Ասին են 90%-ը որ մարդանման են, դրանք այդպես նշանակություն էլ չունեն ընդհանրապես։ Դե իրաց կյանքն էլ այդպես իմաստ չունի ընդհանրապես։ Նշանակությունը մենակ այն մարդու կյանքով, որ բարձր ինտելեկտ ունի։ Գոնե մեկից, ասեցի չէ, 10%-ի մեջ է, որ 1-ից մինչև 100 ինտելեկտ կա։ Ինչքան բարձր է ինտելեկտը, ինքան նշանակություն ունի։ Հասկանալի է, տենց մարդկանց կյանքը իմաստ ունի։ Այն մարդանմանների, որ կյանքը իմաստ չունի, ոնց որ գազանների կյանքը իմաստ չունի։ Շատ էլ որ դե ասենք լիքը շակալ կա Աֆրիկայում, ինչ անենք։ Մեր համար նշանակություն ունի, չունի։ Դրանց կյանքի իմաստը ո՞րն է։ Ոչ մի։ Ամեն մարդու կյանքի իմաստը չափվում է իր ինտելեկտով, իր բաղձանքներով, իր ցանկություններով եւ այլն։ Եթե մարդը մենակ կենթանական ցանկություններ ունի, նշանակություն չունի այդ մարդու կյանքը։ Ոչ մի արժեք չունի։ Ոչ արժեք ունի, ոչ կարևորություն։ Եթե մարդը մենակ փողի է ձգտում, կենթանի է։ Եթե մարդը ձգտում է մենակ իր երեխեքին ստեյս թրցնի արտասահման, այնտեղ տեղավորվեն, հետո իրան տանեն,
Դա էլ այդքան ես իմիջ չէ։ Այսինքն էգոցենտրիկ կենթանական եւ կենթանիները էգոցենտրիկ են։ Տենց էգոցենտրիկ մղումներ ունեցողների կյանքը ոչ մի նշանակություն չունի։ Աբսոլյուտно։ Դենց իմաստ չունի։ Եթե իմաստը փողն է, իմաստը չգիտեմ ուտել խմելն է, բան ուրեմն դա իմաստ չի։ Իմաստ ասելով հիմնականում նշանակ հասկանում ենք հոգևոր իմաստ։ Հասկանում եմ։ Այս հարցը որ տալիս են, իհարկե նկատի չունեն այդ մարդանմանների նրանց կյանքի իմաստի մասին չեն հարցնում։ Հարցնում են ընդհանրապես մարդ էակի կյանքի իմաստի մասին։ Եթե ասեցի, տենց այդքան ես իմիշ մի նշանակություն չունի տիեզերքի համար, եթե նշանակություն չունի, ուրեմն տենց այդքան ես իմիշ մի իմաստել չունի, եղած յա չեղած տիեզերքի հետ մեծ գլոբալ գործընթացներում։ Բայց մեր համար մեր կյանքը շատ կարևոր է, որովհետև միակն է։ Եվ կիմաստավորվի մարդու կյանքը մենակ այն դեպքում, երբ որ մարդը ապրում է երջանիկ, երբ որ կյանքից բերկրանք է ստանում։ Այստեղ հիշեցի այդ Եգիպտոսի կյանքի գիրքներ, այնտեղ երբ որ մարդիկ մահանում են, բան, տենց իրանց պատկերացումներով էլի, հոգին գնում է հասնում է այդ Անդրշիրիմյան աշխարհի դարպասների մոտ, այնտեղ իրան հարց են տալիս։ Ասում են, ընկեր, դու քո կյանքից բերկրանք ստացար։ Այս հարցից երևում է, որ այդ ամբողջ եգիպտական քաղաքակրթության համար իրանց ուսմունքի կենտրոնական դրույթներ, որ մարդը պետք է իր կյանքից բերկրանք ստանա։ Եթե չի ստացել, ուրեմն անիմաստ է ապրել։ Իմաստ չի ունեցել այդ մարդու կյանքը։ Հասկանալի է։ Այս նույն միտքը ինձ այդ Սողոմոն թագավորն էր ասում, երբ որ պատասխանում էր իրան դիմողների հարցերին։ Այնտեղ ժողովուրդը գալիս է, ասում է, «Օ, մեր իմաստուն արքա, բան, մեզ խնդրում ենք ասա, կյանքի իմաստը որն է, ինչ ենք սենց զրկանքների մեջ ապրում, բան»։ Սողոմոն թագավորն ասում է, «Դե զրկանքների մեջ եք ապրում, տենց վատ բաներ է գալիս ձեր գլխին, որովհետև օրենք կա, ասում է, ինչ ցանել եք, կենել հնձում եք, ինչ եք ուզում, ինչ եք վատացել»։ Դե ասում է, գնացեք, ասում է, երջանիկ ապրեք, դա ձեր կյանքի իմաստը, կյանքը ասում է, իր տեղով արդեն իմաստ է, իր իմաստը իր մեջ է, ինչ-որ sense բաներ ասում են։ Բայց ավելի մանրամասն ասեցի, մարդու կյանքը իմաստ չունի, այդ համատիեզերական գործընթացների մեջ չնչին բան է։ Անձնապես մարդու համար, եթե երջանիկ չի ապրում, ուրեմն չի ապրել ընդհանրապես, կյանք էլ չի ունեցել։ Եթե մարդը երջանիկ չի ապրում, ուրեմն կյանք էլ չի ունեցել։ Այս մի հատ քարյակ ունեմ, շատ վաղուց եմ գրել։ Ծնվում ենք, ասես, միշտ ենք եղել, ապրում ենք, կարծես չենք մեռնելու, մեռնում ենք, ասես չենք էլ ապրել ու կարծում, թե դեռ հետ ենք գալու։ Մեր խոսքով երջանիկ է պետք ապրել, որպեսզի գոնե անձնապես մեր համար մեր կյանքը իմաստ ունենա, առանց դրա իմաստ չունի։ Սողոմոն թագավորը դեր ասում, Եգիպտոսի բան է դեր ասում։ Իսկ ընդհանրապես եթե դեռ մեկ տիեզերական է մեծ գործընթացների մեջ, ճիշտ է, տիեզերքը ունի ինքնակատարելագործվելու մղում։ Մենք այդ ամբողջ գործընթացի մի փոքր մասն ենք, շատ չնչին չերևացող երևի։ Մեր միջոցով էլ է կատարելագործվում։ Դե տենց գիտակցորեն չի անում դա։ Ես ասացի, որ համատիեզերական այդ նախանյութը տենց գիտակցություն չունի։ Պետք է նյութականանա, նյութ դառնա, մոլեկուլ բջիջ բան մարդ, որ բանականություն ստանա, ոչ թե ստանա, այլ բանականություն կառուցի։ Այսինքն ինքնակառուցվի որպես բանականություն, որ նոր հասկանա ինչ-ինչոց է բանականություն ունենա։ Հիմա մեր միջոցով էլ են մյուս են միլիոնավոր միլիարդավոր մոլորակների բնակիչների միջոցով եւս, բայց մեր միջոցով եւս հասել է ինչ-որ բանականության։ Ու ուզում է բերկրանք ստանա այս կյանքից։ Բայց դե խլամ բանը խոտան այն 90% բանը չեն թողում, խանգարում են։ Հասկանու՞մ եք։ Չեն թողում մարդը երջանիկ ապրի։ Բա չեն թողում։
Հիմա ինչա երջանկությունը։ Երջանկությունը ինա երբ որ չեն խանգարում, դա մեկ։ Դու խլամ մարդիկ չկան ու չեն խանգարում, որտեղ թե կան ու խանգարում են, արդեն երջանկություն չի կարա լինի։ Հասկանու՞մ եք։ Երջանկությունը նաև է, երբ որ կա սեր, հիմնականում դա։ Այսինքն մի քանի բան է պետք է իհարկե, այս սեր ամենագլխավորն է, հետո անհրաժեշտի արկայություն, մարդուն ինչ անհրաժեշտ, օդ, ջուր, սնունդ, հագուստ, կացարան եւ այլն։ Անհրաժեշտի արկայություն եւ այդ խլամների բացակայություն։ Ու արդեն մարդը երբ որ խաղաղվի հանգստանա, արդեն աստիճանաբար կիմաստնանա։ Այն անգամ ասեցի, որ երբ որ երեխաները ծնվում են, փոքր երեխաները, նրանք արդեն իմաստուն են։ Հետո մենք ենք փչացնում, բայց հետո կյանքի վերջում մի քանի հոգի էլի հետ են վերադառնում այդ իմաստնությանը։ Այդ մարդը երջանկան, արդեն կիմաստնան, որտեղ իմաստնության նպատակն է իմանալ թե ինչ է երջանկությունը։ Բայց դու արդեն ապրում ես, երջանիկ ես, վերջ արդեն գիտես, միանգամից գիտես։ Այդ կարիք չկա տարապել, մարապել, չգիտեմ, թուր տվանք, օրծերություն, կոպար բան, կիսամեռնոր հասկանաս, թե երջանկությունը որն է։ Չէ, դու արդեն ապրում ես, արդեն գիտես, դու ապրում ես, ուրեմն գիտես։ Հիմա սերը այն է, երբ որ երկու հակառակ, էսել եմ ասում, երկու հակառակ սերի մարդիկ փոխմիաձուլված են իրանց բիոդաշտի բոլոր թելերով։ Այսինքն մեկի ուշադրությունը մյուսի կողմն է եւ հակառակը։ Մեկը մյուսի համար անսահման հոգատարություն ունի։ Նվիրվածություն, հասկանալի է, ուշադրություն, անսահման, ամբողջ ուշադրությունը մյուսի կողմն է։ Հենց մեկի ուշադրությունը, թեկուզ մի թելով շեղվեց ուրիշ բանի կողմ, էլ չեմ ասում ուրիշ մեկի, արդեն վсё։ Երջանկությունը մեռավ։ Հասկանալի է։ Այդտեղ առաջանում է խանդը։ Խանդն եմ ասել ինչ է։ Խանդը դա զայրույթ է։ Կողակցի դավաճանության կամ կարծեցյալ դավաճանության պատճառով։ Հասկանալի է։ Այսինքն ունեք ինձ թվում է, որ իմ կողակիցը իր ուշադրությունը շեղել է ուրիշ բանի կողմը, չեմ ասում ուրիշ մեկի կողմը։ Եթե թվում է, թեկուզ միայն թվում է։ Դա արդեն զայրույթ է առաջանում։ Չնայած եթե թվում է, ուրեմն տենց էլ կա։ Մարդիկ ենթագիտակցորեն ամեն ինչ զգում են։ Գուցե չեն կարա բռնացնեն, ապացուցիչ, կարող չի։ Այդ եթերի մեջ ամբողջ ինֆորմացիան կա։ Այդ ինֆորմացիան դավաճանություն կա, թե չկա, խաբեություն կա, թե չկա, քո կողակցից արդեն ճառագում է։ Արդեն ճառագում է։ Իր աշկերից, իր պահվածի ամիջից ճառագում է, զռում է։ Նենց որ եթե թվում է, ուրեմն տենց էլ կա։